Բարև, սիրելիներ, այսօր պիտի տեսնենք երկրորդ օրինաց 25 և 27 գլուխները, 25 մեկի մեջ կգարտանք հրաբարագային ձեծի մասին, այսինքն մտրագահանության մասին, որ հարվածներու քանակը գախյալ էր մարդուն հանցանքներեն։ Սակայն ամենաշատը 40 հարված էր, քանի որ ավելին գրնար մերցնել մարդը։ Չորրորդ համարի մեջ Աստված գսե. գալին մեջ աշխատող եզին թուն չմի գավեր, թող դուր, որ անուդե մինչ կաշխատի։ Բողոս այս մասին գագնարգե Գորենթացիս կրքին մեջ, գիրարգելով զայն նյութական բաներ դրամատրելով քարոզիչին, որ հոգևոր բաներով գծարայե մարդոց։ 5-րդ համարի մեջ կտեսնենք, ինչպես Աստված հոգ կդանի իր ժողովրդին, հատկապես պաշտպանելով գիները։ Այսօր մենք շատ կլսենք գնոջ իրավունքներու մասին եւ թե գարկը գիներ Աստվածաշունչը կնկատեն դղամարդոց ուղված գիրքը։ Բայց ինչպես այստեղ կտեսնենք եւ 5 դագարանի շատ հատվածներում մեջ Աստված արժևորեց գինը եւ անոր շատ ավելի իրավունքներ տվավ, քան Իսրայելի շրջապատող ազգերը։ Եվ Աստծո օրենքները միշտ կպաշտպանեն գիներն ու փոքրիկները։ Օրինակ 7-րդ համարի մեջ կգարտանք, թե ինչպես Աստված այրիները կպաշտպանե։ Ան իրավունք ուներ երթալու իր ամուսինին եղբայրներեն կամ ասկականներեն ովևէ մեկուն եւ ամուսնություն խնդրել։ Որովհետեւ ամուսնությունը պաշտպանություն էր գիներուն եւ փոքրիկներուն համար։ Եվ այդ նաեւ Աստծո գերբն էր պաշտպանելու հողը, որովհետեւ հողը կմնար նույն ընտանիքին մեջ։ Այստեղ բան կա, որ գրնար զարմացնել քեզ։ Եթե չամուսնացած դղամարդը մերժե ամուսնանալ իր եղբոր գնոջ հետ, գինը գրնար զինք թադարան նույնիսկ դանիլ։ Եվ եթե ան շարունակե մերժել այնտեղ երեցներու ներկայությամբ, գինը պետք էր անոր ոտքեն գոշի գահաներ եւ անոր երեսին թքներ։ Այսպիսի մարդ խայդարակ կլար իր բարդականությունները չկատարելուն համար, քանի որ ան հավատարիմ չէր իր ընտանիքին, իր ցեղին եւ նույնիսկ Աստծո։ Ետքը 10-16 համարներու մեջ կգտնենք բադիժներու ցանկը հadouk հանցանքներու համար, երբ մարդիկ իրար հետ կգրվեին։ Եվ անոնց վրա կսահմանվեր որոշ բադիժներ։ 17-րդ համարին մեջ Աստված կգործե Ամաղեգի հետ, խոսանալով չնչել անոր հիշադակը։ Ամաղեգը այստեղ կներկայացնե մարմինը։ Իսկ հին բնությունը կամ մարմինը երբեք չեն գրնար երկինք մտնել, քանի որ երբեք Աստծո հնազանդ չեն։ Ինչպես Պողոս առաքյալ գսե Գաղատացիս 5-ի մեջ, մեր ներսիտին պատերազմ գլա մեր մարմինին եւ հոգին միջև, եւ ասոնք իրար կհագասեն։ Մենք չենք կրնար մարմինին հաղթել բայկարելով ադորթեմ մեր անձնական չանքերով, այլ միայն Աստծո հոգիով, որ գուտա հաղթանակ եւ գարդատրե հոգին բդուղը մեր կյանքերում մեջ։ Հիմա անցնելով 26-րդ գլխուն կգտնենք շնորհակալության օրվան արմատը։ Այդ հրաշալի դոնը գուկա Աստվածաշունչեն։ Լավ բան է շնորհակալության խոսքեր ասելը, բայց մենք պետք է նաև դանք մեր քսագեն։ Գովաբանությունն ու քսագը զուգահեռ կընթանան։ Հիմա 5-րդ համարի մեջ կսվի, որ առաջին բդուղները մատուցանելու ժամանակ մարդիկ խոստովանեցան. Իմ հայրս թափառական ասորի մներ ասելով։ Բայց արդյոք Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը իսրայելցիներ չէին։ Ոչ։ Աբրահամ եւ Եգիպտոս կացող ժողովուրդը ցակումով ասորիներ էին։ Հետաքրքրական է, որ Աբրահամը ավելի իսրայելցի չէ, քան իսմայելցի, որովհետև այս ազգերը իր մե եկան։ Քալով 27-րդ գլխուն կգարտանք Իսրայելի ժողովրդի մասին, ինչպես նաև անոնց երկրին աբակային մասին։ Եվ աստեղ կգիտնանք ուխտի մասին, որ Աստված գնքած է Իսրայել ազգին հետ որպես պայմանավոր համաձայնություն։ Թեև երկիրը դրված էր որպես առանց պայմանի ուխտ, սակայն անոնց երկրին դիրանալը գախյալ էր Աստծո հանդեպ իրենց հնազանդութենեն։ Եվ եթե սերունդը ցախողի հնազանդել է Աստծո, անոնք պիտի վրընդվեին երկրեն, թեև երկիրը իրենց պիտի մնար։ Երկրորդ համարին մեջ անոնց բադվեր կար, որ բադվիրանները տնեն ամեն դեղ, երբ անոնք անցնեին երկիրը։ Իսկ 11-12 համարներում մեջ Մովսես հրամայեց օրհնություններ տնել Քարիզին լերան վրա
եւ անեծքներ Քեփաղ լերան վրա։ Հadouk անեծքներ հիշված են 15-ին 26 համարներու մեջ։ Սիրելիներ, արդյոք մենք Աստծո գհնազանդինք անոր վայել գերբով։